Վարկաբեկելու եւ ըստ էության այս ողջ ֆոնը 26 թվականի ընտրությունների համատեքստում հանրապետականի դեմ օգտագործելու համար, ինչը համարում եմ խիստ անթույլատրելի եւ իհարկե չունեմ այնպիսի զգացողություն, որ դրանք որևէ փուլում կարող են դանդաղել կամ դադարել, բայց ես կարող եմ շատ հստակ ասել, որ հանրապետականը պատրաստ է ցանկացած պայքարի, ցանկացած բախման ամենակոշտին էլ եւ մենք թույլ չենք տա, որպեսզի մեր անունը, մեր քաղաքական ուժի, քաղաքական գործունեությունը որևէ ձևով վարկաբեկվի կամ սևացնի։ Գիտեք, ես չեմ խոսում քննադատության մասին, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ, հատկապես նրանք, որոնք առաջին շարքերում են ներկայացված են խորհրդանում, մեծ ակտիվություն են դրսևորում, բնականաբար կարող են անել սխալներ եւ հանրապետականը տարբեր փուլերում արել է սխալներ, ունեցել է խնդիրներ։ Ես խոսում եմ նրա մասին, որ օբյեկտիվ իրականության խնդիր կա, ես խոսում եմ նրա մասին, որ կան այսօր ուժեր, որոնց համար կարծես թե խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ կոնկրետ հանրապետականն է, որովհետև իրենց խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ խորհրդանում տեղ ունենալն է կամ ավելի մեծ ներկայություն ապահովելն է։ Անապերման մենք ճշտորեն ասացինք, որ հանրապետական իր կարծիքը փոխանցել է Մարտին Գրիգորյանին։ Այդ կարծիքը տարբերվում է Մարտին Գրիգորյանի հայտարարությունից, որ Գյումրի չպետք է ունենա ԿՊԱ-ական քաղաքավարք։ Ես չեմ կարծում, որ Մարտին Գրիգորյանի մտքով երբևէ անցել է անել մի հատ քայլ, որը կարող է որևէ ձևով նպաստ բերել ԿՊԱ-կաների քաղաքականությանը, կլինի դա տեղային մակարդակով, թե կլինի համապետական մակարդակով, ոչ թե չեմ կարծում, այլ վստահ եմ, շատերը լավ չեն պատկերացնում այն իրավիճակը, որը կա Գյումրիում, այսինքն տեղի, մենթալիտետի, մնացած բոլոր առումներով, ես չեմ ասում, որ դա իմ համար կամ քաղաքական տեսանկյունից դա առաջնային է, բայց այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պրիմիտիվ իրավիճակ է, պարզ իրավիճակ է, որը ստանդարտ լուծում է ենթադրում եւ դա տեղի չի ունենում, դա բնականաբար այդպես չէ։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումը Մարտին Գրիգորյանին փոխանցելու, այս պահին խնդրում եմ կներեք ինձ, բայց ձեռս կմնամ մեր մոտեցումը այս պահին ներկայացնելու, որովհետև կրկնում եմ, ես չեմ ուզում որևէ ձևով ասել մի բան, որը կարող է Մարտին Գրիգորյանին որևէ ձևով խոցելի դարձնել, հատկապես այն պարագայում, որ Մարտին Գրիգորյանը, նրա ընտանիքը հարգված ընտանիք են, Մարտին Գրիգորյանը սկզբունքային մարդ է, ունի հստակ կեցվածք եւ դա ցույց է տվել եւ այս պարագայում ինքս էլ եւ ես եւ հանրապետական կուսակցությունը եւ կարող եմ ասել նաեւ պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար շահագրգռված է որ լինի այնպիսի հանգուցալուծում որը եւ բխի նրա առաջնահերթություններից եւ բնականաբար առաջին հերթին մեր երկրում ստեղծված իրավիճակի այսպես ասեմ առաջնային մոտեցումներից Պարոն Աբրահամյան, երկու կարելի է վերահաստատել, որ Հայաստանում փոխի սահմանադրությունը միջազգային անկարգումը, խաղաղության հաստատությունների համար եւ քննարկական Հայաստանի դաշտում։ Սա ինչ է նշանակում, որ այլևս կոշտացում հռետորաբանությունը հաշվի առնելով նաեւ որ ամեն օր ներկայացման նախարարությունը հետևել է, որ Հայաստանի զինվորները վերաբերել են։ Ինչ է։ Ես կարծում եմ, որ սա առաջին հերթին վերահաստատում էր Ադրբեջանի այն դիրքորոշմամբ, որը փոխանցել էր եւ տարբեր հարթություններով հնչեցվել էր ուղղված Հայաստանը եւ նաեւ միջազգային լսարանին։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել մեկ այլ վտանգավոր հանգամանք, որը մեկ շաբաթ առաջ հնչեցել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարության ներկայացուցիչը, հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ հավերժ կամ երկար սպասել Հայաստանի որոշմանը։ Հայաստանի որոշման տակ բնականաբար դրանք ոչ թե նկատի ունեն ստորագրությունը, որին այսօր Հայաստանի իշխանությունները պատրաստ են, այլ այն նախապայմանները, որոնք իջեցրել են Հայաստանի գլխին։ Դա վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ֆորմատի լուծարմանը եւ վերաբերում է Հայաստանի սահմանադրությունում իրականացվող փոփոխություններին։ Այստեղ կա մեկ այլ առանձնահատկություն, տեսեք, Հայաստանի իշխանությունը իրենց հայտարարությունով հաստատել են, որ իրենք որևէ խնդիր չունեն այդ սահմանադրությունը փոխելու, հատկապես բոլոր այն դրույթների կամ հղումների, որոնք վերաբերում է Արցախին, որովհետեւ այն իշխանությունը, որը հայտարարում է, որ Արցախը համարում է Ադրբեջան, այն իշխանությունը, որը ունի ոչ սկզբունքային մոտեցում ներքինից արտաքին քաղաքական հարցերի հետ, այն իշխանությունը, որը տարիներ շարունակ կատարել է ադրբեջանական նախապայմանները, բնականաբար որևէ խնդիր չունի փոխելու սահմանադրությունը, եւ ես կարծում եմ, որ դա լավ հասկանում են նաեւ Ադրբեջանում,
Այլ է խնդիրը, որ ադրբեջանցիները փորձում են նաև ժամանակ ցկցկել, Հայաստանի վզին փաթաթելով նոր նախապայմաններ, որովհետև եթե այս պահին այդ երկուսի մասին է առաջնային ձևով ներկայացվում, ապա զուգահեռ չմոռանանք, որ ռեգիոնալ ապաշրջափակման թեման պայմանագրից առանձնացված էր եւ օրինակ այդ թեման, որ Ադրբեջանը ներկայացնում է որպես Բիչանսկի խնդիր, դա եւս Ադրբեջանը օգտագործում է Հայաստանի նկատմամբ ոչ միայն ճնշումների, այլ հետագայում ինչ-որ փուլում դա կարող է դարձնել ճակերտավոր լեգիտիմ հիմք Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ծավալման մասին, հատկապես որ դրա մասին չի էլ թաքցնում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանցիները խոսում են Հայաստանի ապա ռազմականացման մասին, ադրբեջանցիները խոսում են այսպես կոչված փախստականների վերադարձի մասին, ընդ որում այնպիսի թվեր են հրապարակում, որոնք որևէ ձևով կապ չեն ունեցել իրականության հետ, խոսքը միջև Հայաստանի անկախությունը սովետական ժամանակաշրջանում Հայաստանում ապրած ադրբեջանցիների մասին է, որի թիվը ներկայացվում է 300,000, որը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե այս համատեքստում ադրբեջանցիները մոռանում են բոլոր այն հայերի մասին, որոնք միջև նորանկախ հանրապետության հռչակումները եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ապրել են ադրբեջանական տարբեր քաղաքներում։ Իմիջիալոց դրանք այն հայերն են կամ այն հայերի սերունդն են, որոնք բավականին մեծ ներդրում են ունեցել եւ մշակութային, եւ քաղաքական, եւ տնտեսական կյանքում դա այն ժամանակահատվածն է եղել, երբ որ նույնիսկ Ադրբեջանում ապրող մարդիկ, այն մարդիկ, ովքեր այսօր Հայաստանին օկուպանտ կամ ագրեսոր են համարում, նրանք նույնիսկ չեն էլ հասկանում, թե իրանք էթնիկական առումով ինչ են ներկայացնում, եւ այս պարագայում այստեղ խնդրահարույցային հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը ինքը ոչ միայն դիվանագիտական քաղաքական, այլ նաև տեղեկատվական դաշտում տանուլ է տալում պայքարը, որովհետև նրա լռությունը, նրա կաշկանդվածությունը ըստ էության ոչ միայն համաձայնություն է ադրբեջանական շատ վտանգավոր թեզերի, այլ նաև այդտեղ իր համար խնդիր է ստեղծում, որովհետև միջազգային հանրության մեջ աստիճանաբար սկսում է ընկալումները ձևավորվել ադրբեջանական թեզերի եւ ադրբեջանական այդ սպառնալիքների համատեքստում։ Անհատական ես միջազգային հատվածին հասնեմ, դուք գրառում եք արել Իրանի հետ կապված եւ այն ճնշումները, որ ավելացել են, շատ մեծ վտանգներ ա, թե տնտեսական ճնշումները, թե ռազմական Հայաստանի համար։ Առաջին, ինչ պիտի Հայաստանը անի լուր նայի հետևից ինչ-որ քայլեր կարող է դες իրավիճակում անել եւ երկրորդը, արդյոք Ալիևի այս հռետորաբանության ուժեղացումը եւ Իրանի վրա ճնշումների ակտիվությունը ինչ-որ կապակցված է։ Նախ պետք է արձանագրենք, որ երբ խոսում ենք Հայաստան պետության որևէ քայլի իրագործման մասին, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 6-7 տարի Հայաստանում մի ուժ է իշխանության, որը որևէ իրավիճակին համարժեք քայլ չի գործադրել։ Դա վերաբերի ուղիղ Հայաստանի վերաբերող հարցերին, դա վերաբերի մեր հարևանությամբ կամ մեր արտաքին միջավայրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին, Հայաստանի իշխանությունը որևէ գործուն միջոց, որևէ արդյունավետ գործիք, որևէ համարժեքություն ապահովող քայլ չի իրականացրել։ Եվ այս փուլում կարծել, թե Հայաստանի իշխանությունը կարող է կամ ինչ-որ հուշումների պարագայում կարող է այստեղ գործել իրավիճակին համահունչ, բնականաբար տրամաբանական չի լինել։ Կապի մասին։ Բնականաբար ադրբեջանական կողմը փորձում է օգտվել տարբեր զարգացումներից, երբ որ ինչ-որ երկիր նպատակ ունի մեկ այլ երկրի նկատմամբ ագրեսիայի ինչ-որ դրսևորում ունենալ, դա կլինի սադրանքի ձևով, դա կլինի լոկալ գործողությունների ձևով, դա կլինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների միջոցով, հաշվարկումը մեծ թվով քայլեր, որոնցից մեկը միջազգային իրադրությունն է, տարածաշրջանային իրավիճակը, այսինքն յուրաքանչյուր երկրի համար բացի ռազմական, տնտեսական, քաղաքական, քարոզչական իր սեփական պոտենցիալից եւ դիմացինի հնարավորություններից կամ դրա համեմատությունից, նաեւ յուրաքանչյուրը փորձում է հասկանալ իր հնարավոր գործողությունները, ինչ հետևանք կարող են առաջացնել իր համար։ Երբ որ Ադրբեջանը հասկանա, քննարկի, ես համոզված եմ, որ Ադրբեջանը հատկապես Թուրքիայի միջամտությամբ նաև տարբեր դերակատարների հետ այդպիսի զրույցներ կարող է ունենալ։ Երբ որ հասկանա, որ իր ագրեսիան
պայմանական միջանցքի բացման տեսանկյունից կամ կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հերթական օկուպացիայի վերաբերյալ լինելու է ոչ այդքան բարձր կամ լինելու է միայն հայտարարությունների հորդորների համատեքստում, ապա Ադրբեջանը դա որպես իր համար շահավետ գործոնք օգտագործի եւ այդ գործողություններին կգնա։ Ընդ որում շատ ժամանակ խոսվում է ուղղությունների մասին, որոնք առաջին հայացքից կարող են քննարկելի չթվալ, բայց Ադրբեջանը կարծում եմ, որ իր զինանոցը, իր հնարավորությունները եւ նաեւ տարածքային հավակնությունները դիտարկում է շատ ավելի լայն կոնտեքստում եւ իհարկե Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները իր համար որոշակի պայմանների արկայության դեպքում կարող են նպաստավոր դաշտ ձևավորել Հայաստանի դեմ որևէ տիպի ագրեսիայի իրականացման համար։ Սա որքանով է իրատեսական, որ իսկապես այդ պայմանագրի ստորագրումից հետո վերադարձնենք եւ պարզապես վերջին օրերին Ադրբեջանի սահմանները, հայտարարությունները նաեւ այս ընթացքում բախում գերիների կառավարությամբ ինչ հարց է ուզում կոնկրետ այս պայմանագրությամբ։ Նախ գեյների հետ կապված հարցին, տեսեք, Ադրբեջանը նույնիսկ փաստաթղթով նախատեսված իր պարտավորությունները չի կատարել, որ մնաց մենք ակնկալ ենք, որ Ադրբեջանը այն ոչ բանավոր խոստման, այլ Հայաստանի իշխանությունների կարծիքով կարող է փաստաթղթի ստորագրումից հետո դրական արձագանքել Բաքվու բանտերում գտնվող հայերի ճակատագրի։ Բնականաբար սա որևէ ձևով տրամաբանական չէ եւ սա որևէ ձևով չի բխում այսպես ասած ռեալ քաղաքականության այսպես առաջնահերթություններից։ Սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը այս պահին հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք բացառապես այդ թվով, որովհետև 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարբեր տելեգրամյան ալիքներում, տարբեր այլ ապացույցներով նաև առաջ են եկել նկարներ, տեսագրություններ, որտեղ տարբեր ծնողներ նաև ճանաչել են իրենց որդիներին։ Հիմա այս պահին էլ մեր երկրում շուրջ 200 անհետ կորած անձինք կան եւ բնականաբար այս տեսանկյունից, երբ որ մենք խոսում ենք բացառապես 23 հայի մասին, բնականաբար նաև ֆիզիկական առումով նաև որոշակի վտանգ ենք արտահայտում նաև այդ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ, որովհետեւ որևէ մեկը չգիտի այդ մարդկանց կյանքը ինչպես է եւ որևէ մեկը չի կարող Ադրբեջանի թվերի վրա մենակ հիմնվելով ասել, որ Բաքվի բանտերում կան 23 անձինք։ Հատկապես այն դեպքում կրկնում եմ, որ պատերազմից հետո եղել են տարբեր տեսագրություններ, որտեղ այսօր անհետ կորածի կարգավիճակով ունեցող տարբեր զինծառայողներ երևացել են այդ կադրերում։ Եվ Հայաստանի Հանրապետության խնդիրն է ոչ միայն պայքարը մղել 23 հայերի վերադարձի, այլ հասկանալ, թե անհետ կորած անձինք ուր են, որտեղ են, եթե կան մարդիկ, ովքեր զոհվել են, ապա որտեղ են զոհվել, ինչ հանգամանքներում եւ գոնե մասնիկների հետ կապված հարցերը բարձրաձայնել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ անհայտ կորած մարդիկ կան, որոնց զոհվելու փաստը չկա եւ դա ողջամիտ պնդում է առաջացնում նաեւ նրանց ծնողների հարազատների մոտ, որ այդ մարդիկ կան, ապրում են, գտնվում են ադրբեջանական պայմանականորեն բանտերում, բայց Ադրբեջանը նրանց մասին որևէ բարձրաձայնում չի իրականացում։ Երբ որ մենք խոսում ենք գեյների ռազմագեյների մասով, որպես կանոն բարձրաձայնվում է այն թեման, որ Հայաստանի իշխանության կողմից, որ նրանց հնարավոր թեման առաջին պլան բերելը կարող է տապալել այսպես կոչված խաղաղության գործընթացը, բայց ես ուզում եմ ասել հետևյալի մասին, եթե Հայաստանի որևէ իշխանություն խնդիր ուներ այդ թեման իր առաջնային քննարկման օրակարգում պահելու, ապա դա կարող էր զուգահեռ հարթությունում դառնալ բանակցությունների առարկա, որովհետև տեսեք, օրինակ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանը հայտարարեց, որ այդ ռեգիոնալ ապաշրջափակման թեման խաղաղության պայմանագրից դուրս է բերվելու եւ առանձին է քննարկվում, ինչը այս վերջին ամիսների տեղի ունենում։ Հիմա ինչ է խանգարում Հայաստանի իշխանությանը գեյների ռազմագեյների հարցը, առասարակ հումանիտար բնույթի հարցերը, այդ թվում անհետ կորածների հետ կապված դարձնել առանձին քննարկման օրակարգ եւ զուգահեռ հարթությունում քննարկման տանել։
Հայաստանի իշխանությունների նման քայլի չգնալը ըստ էության ցույց է տալիս նրանց մոտ կամքի բացակայությունը եւ այդ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերությունը։ Ես ինքս մասնակցել եմ տարբեր հանդիպումների, այդ թվում խորհրդարանում տեղի ունեցած երկու փակ լսումներին, որոնք 5.5-6 ժամ են տևել, որոնց մասնակցել են ուժային կառույցների ղեկավարներ, մասնակցել են անհետ կորած մեր տղաների հարազատները եւ այլն, եւ ինքս որևէ հիմնավորում չեմ տեսել պետական կառույցների կողմից, ովքեր տարբեր ձևերով կամ տարբեր թելերով զբաղվում են այս գործով։ Այս մարդիկ 4-5 տարի տառապում են եւ տառապում են հատկապես այն պատճառով, որ իշխանությունը ինքը վերաբերմունք չի ցուցաբերում, պատշաճ վերաբերմունք չի դրսևորում եւ աշխատանքները կամ ձգձգվում են կամ տարբեր դեպքերում նույնիսկ թեման կանգնած է։ Դրանով է պայմանավորված նաեւ այն մեծ լարվածությունը, որը տարբեր քննարկումների ժամանակ տեղի ունենում, ընդհանուր դրանք հասնում են փողոցներ փակելու եւ այլն, եւ բնականաբար այս մարդկանց չեն կարող չհասկանալ, որովհետեւ դրված է մարդկանց հարց, ովքեր մեր հայրենիքի պաշտպանության համար տարբեր հիմունքներով, սպայի կարգավիճակով, պայմանագրայինի, կամավորականի, պահեստազորայինի գնացել են եւ ներգրավել են եւ 4-5 տարի անցած, բայց նրանց ճակատագրերի վերաբերյալ որևէ նորություն չկա։ Սա ցանկացած լուրջ պետության, իրեն հարգող պետության համար պետք է լիներ առաջնային հարց, որտեղ հայրենիքի պաշտպանը դա այս պետության թիվ 1 մարդն է եւ բնականաբար նրա հետ կապված ցանկացած հարց, սոցիալականից մինչեւ պատերազմական հնարավոր գործողություններ պետք է լինեն նորմալ պետությունների ուշադրության կենտրոնում։ Խնդրում եմ երկրորդ հարցն ձեր հիշեցրեք, որովհետեւ այդ համատեսում հասկանալ թե սահմանադրում ունեցող այս սահմաններով եւ դատավարության կոնկրետ այս փուլում ինչ խնդիրներ Առաջին, Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանությունների հիշեցնել, որ ինքը կարող է վերադառնալ սահմանային ակտիվության ժամանակագրությանը, որովհետև տարբեր փուլերում Ադրբեջանը սահմանային լարվածությունը փորձում էր օգտագործել որպես դիվանագիտական ճակատում, որպես ճնշում գործադրելու միջոց։ Իհարկե մինչև 2018 թվականը ադրբեջանական սադրանքներին, տարբեր բնույթի գործողություններին հայկական կողմը տվել է այնպիսի պատասխան, որոնք ոչ միայն ջախջախիչ են եղել նրանց տարբեր միավորների համար, այլ դրանք հնարավորություն չեն տվել դիվանագիտական հարթությունում կամ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ դիրքավորում ապահովել Ադրբեջանի համար։ Ավելին հայկական կողմի գործողությունները, որոնք արտահայտվել են եւ դիվանագիտական մակարդակում եւ ռազմի դաշտում, մեզ հնարավորություն են տվել ոչ միայն ընդգծելու մեր կառուցողական կողմ լինելը եւ մեր առաջնահերթությունը հասնելու այս կոնֆլիկտի խաղ հանգուցալուծմանը, այլ տարիներ շարունակ մեզ հնարավորություն են տվել բանակցային գործընթացում յուրաքանչյուր հերթական փաստաթղթի դեպքում անընդհատ բարելավել մեր հնարավորությունները։ Մեկ օրինակ բերեմ, երբ որ քննարկում է օրինակ 2007 թվականի Մադրիդյան փաստաթուղթը, մենք Մադրիդյան փաստաթղթից 2007-ից մինչև 2011 թվականի Կազանյան հանդիպում, այսինքն 4 տարվա ընթացքում 30-31 շտկում ենք արել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, այսինքն յուրաքանչյուր փուլ իր հետ բերել է բարելավումներ եւ դրա հիմքում եղել է ոչ թե կոնկրետ այդ օրվա հանդիպումը կամ այդ օրվա բանակցությունները, այլ ինչպես ասում են, եւ գետին եղած իրողությունները եւ ռազմի դաշտում եւ դիվանագիտական մակարդակում արվող աշխատանքը։ Իհարկե, շատ ցավալի է այդ համատեքստում արձանագրել այն իրավիճակը, որը վերել է հասել է մեզ այս իշխանությունը, այս ողբերգությունների շղթան 20 թվականի պատերազմով, 21, 22, 23 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի փաստով 23 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական վերահսկողությանն ու հայաստանյան իշխանությունների համաձայնությանը եւ այլն, բայց մենք ամեն դեպքում չենք կարող համեմատության մեջ ներկայացնել այն իրավիճակը, որը ունեցել ենք մինչև 18-ը եւ 18-ից հետո։ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումներով նաեւ փորձում է հաբեկել հայ ժողովրդին, սահմանամերձ բնակավայրի բնակչության միջոցով նաև այն բոլոր մարդկանց, ովքեր ապրում են հանրապետության տարբեր հատվածներով, դա իր անուղղակի ազդեցությունը այնուամենայնիվ թողնում է։ Հատկապես այն պարագայում, երբ որ
Հայաստանում ապրող մարդը գիտակցում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը եւ տարբեր այսպիսի իրավիճակներում ինչպիսի պաշտպանություն են իրականացրել իրենց բնակիչների կամ իրենց քաղաքացիների համար։ Բնականաբար այս ամենը նաև հաշվի առնելով Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան տարբեր փուլերով արտահայտել, իսկ Հայաստանի իշխանությունը իր լռությամբ, անտարբերությամբ, հանցավոր անտարբերությամբ նաև Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում առավել ագրեսիվ գործելու եւ նոր պահանջատիրությամբ հանդես գալու համար։ Անկեղծ ասած դժվար է հիմա հավաքական ձևով ներկայացնել, թե ինչ է ուզում ընդդիմությունը եւ որևէ փուլում էլ տրամաբանական չէր լինի, եթե ներկայացնեինք, թե ընդհանուր առմամբ ընդդիմությունը ինչ է ուզում։ Սկսենք այն հանգամանքից, որ դաշտում կան տարբեր օբյեկտներ, որոնք իրենց ներկայացնում են ընդդիմություն, բայց դա միայն հրապարակային հայտարարությամբ է, որովհետև իրենց գործողությունները, քայլերը, իրենց դիրքավորումը լրիվ հակառակի մասին է խոսում, այն մասին, որ իրենք իրենց ջանքերը ուղղում են ոչ թե իշխանության